Ես ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիրը մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանը ընտրվի, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե քաղաքացիական պայմանագիրը այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի։ Եվ սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկվել մեծամասնության թեկնածուներին, եւ սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդևանյանը ավելի կոնսենսուսային թեկնածու էր։ Սա ընդհանրապես նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ազգային ժողովի նախագահի տեղականներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, որոնք գործում են։ Իր ձեր ելույթը վարման կարգի հետ ընդհանրապես կապ չուներ, պարոն Ղազարյան։ Խնդրում եմ չշարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները։ Պարոն Վարդևանյան, եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը եւ մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք։ Շնորհակալ եմ։